Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Բարի երեկո, սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր, իմ հազարավոր ընկերներ ֆեյսբուքյան և բազմահազար հետևորդներ։ Աստծո ձայնը հաղորդաշարը այժմ ուղիղ եթերում է և այսօր ինչպես հայտարարեցի հայերենով պետք է սովորական ավանդական ուղիղ եթեր լինի և պետք է բավականին շատ հարցերին այսօր անդրադառնանք և ինչպես որ միշտ աղոթում ենք, պիտի սկսենք մեր այսօրվա նաև ուղիղ հեռարձակումը աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանաբազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն ալ բրգյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքաբիդյանս հավիտենից ամեն։ Ահավասիկ սիրելիներ, սկսում ենք այսօրվա հաղորդումը եւ իհարկե ես նախ եւ առաջ պետք է անդրադառնամ մի զզվելի իրադարձության, այս մասին բավականին շատ համացանցում խոսվեց, այս նյութը տարածվեց, սակայն ես որպես նախ ներկայացնողը քրիստոնեական եւ հոգեբարոյական արժեհամակարգը, ոչ մենակ նրա կրողն եմ, այլ նաեւ այդ համակարգին համահունչ սպասավոր ծառա մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի, պետք է արձագանքեմ եւ բնականաբար պետք է շատ դաժան գնահատական հնչեցնեմ, ուրեմն մեր ձևով այս կեղծ օրակարգը, որ հանդես է գալիս եւ փաստորեն նման խայտարակություն, որտեղ որ հնչել են անպատկառ խոսքեր, այն մասին, որ ուրեմն իրենց իշխանության պարագայում պետք է ուրեմն նրանք այլանդակություններով զբաղվեն, հայտարարում են բաց էի բաց, ինչն է նրանց միտքը ուշքը։ Սա գիտեք ինչ, սա աննախադեպ անամոթ երևույթ է եւ որևէ մեկը այսօրվա նույնիսկ այս վտանգավոր ժամանակներում, որ ապրում ենք եւ այսպես մի քիչ շատ չափից ավելի ազատ հասարակության մեջ, այնուամենայնիվ այս ամենը չի կարող ընդունելի լինել եւ չի կարող նորմալ ձևով, այսպես ասած, անտարբերությանը մատնվել կամ որևէ մեկը դրան չանդրադառնա, չարձագանքի։ Ամեն մեկը իմ կարծիքով պետք է Facebook-ում իր կարծիքը արտահայտի այս երևույթի մասին։ Եվ սա գիտեք ինչ է, սա արդեն այն բանն է, որ ցույց է տալիս մարդկանց իրական դեմքը, ինչ են իրենցից ներկայացնում։ Այստեղից հստակ է դառնում նաև իրենց քաղաքականությունը ինչ պետք է լինի։ Եթե մարդը լկտի բառապաշարով, վիրավորելով ուրեմն մեր սիրելի քույրերին, մեր մայրերին, մեր դուստրերին, չգիտեմ, տատերին, ինչու՞ չէ, բոլորին, բոլոր կանանց ներկայացուցիչներին նման ձևով ուրեմն փորձում են սադրել ինչ որտեղ։ Ուրեմն նշանակում է, որ այդ քաղաքական ախորը աղբամանի ապրանք է, եւ սա միանշանակ փաստ է։ Եվ իհարկե նրանք բոլորն էլ մերժված են հասարակության կողմից, մերժված են ուրեմն դաժան ձևով պիտի արձագանք լինի եւ պետք է այդ լկտիները չքվեն մեր հայ հասարակության աչքից, այսինքն նրանք տեղ չունեն որևէ բանի մեջ իրենց, այսպես ասած, քարոզները, լոլոները կարտան, այսքան բանից հետո։ Սակայն սա մենակ այս երևույթները չեն սիրելիներ, շարունակվում են ահազանգեր հնչել եւ ուրեմն նույնիսկ ես եմ ստացել տարբեր, այսպես ասած, կիսատ պրատ, չես հասկանում, մարդը քեզ սպառնում է, մարդը քեզ հայհոյում է, թե մարդը քեզ վիրավորած է, ուզում ուղղակի լինել։ Բայց նման բովանդակության բաներ սկսել են ուրեմն տարածվել համացանցում, իմ նյութերի տակ, ես մեսենջերով, որտեղ որ պետք է, ումը պետք է, ինչ որ պետք է, ասում եմ, պատասխաններ եմ ուղում, որովհետև մարդիկ աշխատանք են թափում մի անհատի համար, կտրիչ Ներսիսյան սատանայի, տիրադավի դամը պահելու, որպեսզի իր ժամանակը երկարաձգեն եւ իրեն, այսպես ասած, փափուկ բարձը դնում են գլխի տակ, ասում են համբերի, գարո։ Հա, մեկը գարո է ասում, մյուսը ասում է, չգիտեմ էլ ինչ։ Բայց ինչն է իրենց ուզածը։ Ասում են համբերի, որովհետև մենք պետք է իշխանազավթմամբ հեղաշրջենք Հայաստանը այս սպասվող ընտրությունների ժամանակ, որպեսզի քո բանը նորից գա իր, ոնց որ ասած, տեղը գա, տրամադրությունը, քո չար գործերը եւ այն կարողանաս ազատ անես եւ սանձարձակ շարունակես ուրեմն միահեծան, այդպես ասած, ինչպես որ 27 տարի գործեցի կմահաճ ձևով։ Ոչ մի կանոն, ոչ մի բարոյական սկզբունք, ոչ մի բան չէր գործում այդ մարդու համար։ Ինքը գործել է այնպես, ինչպես որ ցանկանում էր։ Խնդրեմ, ես այս երկու օրը բավականին նյութեր տարածեցի եւ անդրադարձա մասնավորապես ուրեմն Միկա
բադալյան մի տականք, ուրեմն ռսահապատակ մի ստրուկ, որը արտացոլում է Կրեմլի եւ ուրեմն այնտեղ ինչ որ մեծահարուստները, հա, այդ կրիմինալ օլիգարխիան, ինչպես անվանեմ նրանց, ովքեր որ մտածում են, որ իրենք են հաջողակ հայերը, մնացածը ռամիկ են, ճորթենով են եւ այն, եւ իրենց կարծիքով իրենք պետք է իրենց ասածները, իրենց այդ տահած տգետ մարդիկ, ինչպես Արա Աբրահամյանը, հա, դե տաշիրը հիմա է բռնված, բայց այս կարգի, այս ռանգի մարդիկ փորձում են ուրեմն իրենց ծուր հիվանդ գլուխը, իրենց այդ մտածելակերպը փաթաթել ամբողջ այդ հատվածի վրա, որն ապրում է այնտեղ, Ռուսաստանի մեջ։ Այս սա է խնդիրը, սիրելի ժողովուրդ։ Իրանք ոնց ուզում են թող մտածեն, ինչ ուզում են թող անեն, իրենց ամեն մեկը անձնական հարց պիտի ունենա Աստծո հետ վաղը։ Երբ որ մեռնեն, պիտի կանգնեն Տիրոջ դատաստանի առաջ չեն փախչելու։ Ինչքան էլ փող ունենան, այդ մահվան օրը պիտի իրանք վրա հասնի։ Իրանք գնալու են։ Իրենց տնեցիներն էլ են գնալու եւ իրենց վիշտ է լինելու, այսինքն որևէ մեկը իրենցի չի խուսափելու։ Այն ինչ որ պետք է տեղի ունենա, ամեն մարդուն է դա սպասում։ Եվ ամեն մարդն էլ պիտի որոշի այս կյանքը ինչպես է նա կազմակերպում, որ ըստ այդմ որոշվի իր հավիտենական կարգավիճակը, ինչպեսին է նա լինելու հավերժության մեջ։ Դրա համար նրանք կարող են ինչպես որ ուզում են վարվեն եւ ինչպես որ ցանկանում են մտածեն եւ նույնիսկ գործեն, բայց իրենց շրջանակներում, բայց ոչ թե փաթաթեն իրենց սխալ, իրենց չար, իրենց կեղծ այդ օրակարգերը չբերեն եւ այն հատվածի վրա Ռուսաստանաբնակ հայության բզին չփաթաթեն եւ շանտաժով են փաթաթում, որտեղ մեկը մյուսից կախում ունենա ֆինանսական, չգիտեմ, տարբեր հարցերի մեջ եւ նրանք դրա վրա են միշտ խաղացել, մանիպուլյացիաներով են ուրեմն առաջնորդել, հա, եթե տենց կարելի է ասել, իհարկե նրանք ոչ մեկին չեն առաջնորդել, նրանք ձև են ընդունել, որ նրանք առաջնորդներ են, համայնքներ են ղեկավարում եւ այն, ոչ մի բան նրանք չեն արել։ Մի բարի բան, մի նպաստավոր բան, մի պիտանի գործ այն հատվածի համար, որն ապրում է այնտեղ, նրանք չեն արել երբեք որևէ մի հայ մարդ, անկեղծ որ լինի, ինքը չի կարող վկայի, որ Արա Աբրահամյանից, Նորիկ Թևանյանից, մյուս ստահակներից, ովքեր որ այնտեղ ասում են մենք հասարակական գործնեությամբ ենք զբաղված, հայության մասին ենք մտածում, բայց երբևիցե նրանք որևէ մեկը հայության մասին հոգ չի տարել, բացարձակապես։ Եվ ուրեմն այդպես մարդը, որը որ նայում եք, դեմքին նայում ես, գետաձիի նման է։ Մեկը գրել է իմիջայլոց, այդ կոմենտը շատ հավանեցի։ Ուրեմն այդ գետաձին նստել է, չի նայում իր փորին, իր կրծքերին, շատ ներողություն։ Այդ որ այդքան բթվում է, հա, խժռում է ու չի բանանում, հագենում, այսինքն անոթի է անընդհատ իրեն զգում։ Այս մարդը կանգնում է ինչ որ բաներից է խոսում, ժուժկալությունից է խոսում, քրիստոնեականից է խոսում, որ նայում ես իր վրա տեսնում ես այն մի հատ հեքիաթ կա, տրիտաստիկա, որ երեխա վախտը նայել ենք։ Եվ մի պերսոնաժ ոնց որ լինի, մենակ երիտասարդ այսպես դեմքով ավելի։ Ուրեմն այդ Միկա Բադալյանը կեղծիքներ տարածելով հարձակվել էր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վրա եւ փորձել էր ուրեմն նրա հեղինակության հետ խաղալ։ Միայն մի բանի համար է այդ բանը արել, որովհետեւ Գևորգ Սարոյանը այս պարագայում ազնիվ քայլ է արել։ Իբր թե բացահայտումներ է անում, կեղծ։ Ես չեմ հավատում, ոչ մի իր բացահայտմանը չեմ հավատում, իմանալով այս մարդու գործելավոճը։ Այսինքն ես գիտեմ, որ դա աֆերիստություն է, դա պատվեր է։ Եթե նա անբարոյականն է, ոնց որ դու ես ուզում նկարագրես այդ մարդուն, եթե դու ուզում ես իրան սևացնես, ինչի այն ժամանակ չէր բարձրաձայնում, Կտրիչ Ներսիսյանին չէր դիմում, չէր ասում, բայց անբարոյականին ինչի՞ չես պատժում։ Ինչի հետամուտ չէ լինում այդ բանի համար։ Գիտեք ինչքան եմ ես հիմա զայրացած այն բոլոր անհատների վրա, ովքեր որ հայտարարություններ են տարածում, ինչ որ այս 10 հոգիների անփարոյականության մասին, մասնավորապես Վազգեն arczepiskopos Միրզախանյանի մասին փորձում են ավել պակաս բաներ խոսել, հա? Տարբեր, չգիտեմ, հին դարմաններն են կամում։ Ես ասում եմ, ոչ մեկն էլ դրանցից սուրբ չէ։ Ես չեմ ասում, որ դրանք սրբեր են։ Բայց այսօր եթե դուք դա խոսում եք, ինչի չխոսեցիք այն օրը, երբ որ դա տեղի ունեցավ, եւ Կտրիչ Ներսիսյանի առաջ այդ խնդիրը չքաշեցիք եւ հետամուտ չեղաք, որ այս գործը լմայանա։ Ուրեմն այն ժամանակ դա ձեզ ձեռք չէր տալիս։ Դրանից հետևություն, որ տվյալ երևույթը ծաղկացվում է։ Ինչ որ մի բան եղել է, այո, ասում են առանց ծուխի կրակ չի լինում կամ առանց կրակի ծուխ չի լինում, նման արտահայտություն կա։ Բայց ինչ որ մի փոքրիկ բան եղել է, բայց նրանք ուզեցել են այս պարագայում օգտագործած լինեն այն ինչ որ մի արկածախնդրություն կամ ինչ որ մի, ասենք, տգեղ մի արարք։ Եվ փորձում են ուրեմն հանրությունը տեղափոխել այլ դաշտ, ասելով որ այս մարդիկ են սփապիր, նրանք են տիրադավ, նրանք ամաքուր կյանքով են ապրում։ Սա գիտեք ինչին է նման, սա մի բան է ինձ հիշեցնում, որ ասում է բիտի նի բիտը վիզյոտ, հա։ Այն մուլտի մեջ որ ասված է։ Կամ այս մարդիկ կույր են, չեն տեսնում, երկու մարդ կա վանքի մեջ, որ նույնիսկ երկրի վարչապետը մասնավորապես շեշտեց նրանց։ Ասեց մեկը բոսյակ է,
վանքի մեջ։ Մյուսը մոլագար սեռական։ Ես հիմա փակագծերը բացեմ, թե ում մասին էր խոսել երկրի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանը։ Բոսյակը դա Մուշոն է։ Մուշեղ կերծ եպիսկոպոսը։ Իրա համագյուղացին։ Իսկ մոլագար սերականը դա Նաթան, օնժը Նատաշը, օնժը Նանար։ Էդ է դրա մականունը։ Այդ մարդը, որը անփարոյական է եւ շատ լավ գիտեք արդեն ինչ շեղում ունի, որը գնում էր Անգլիայի ուրեմն թեմի առաջնորդ ժամանակը գնում էր տարբեր ակումբներում, հասկանում եք, միասեռականների համար այնտեղ մասնակցություններ ունենում, հա, ապարում էր, երգում էր, չգիտեմ ինչ էր անում, հետո գնում էր ուրեմն զվարճանում էր։ Այս ձևի մարդիկ, այս աստիճանի անփարոյականներ, ինչի դուք դրանց մասին չեք խոսում։ Ինչի դուք չեք խոսում Կտրիշ Ներսիսյանի անփարոյականությունների գագաթնակետին հասած, այն Բորջան շատ ներողություն, Բորջան, որ հայտնի է պատմությամբ, իր այլասերվածությամբ այդ պապը, հրեշտակ է Կտրիշ Ներսիսյանի բարոյական վարքի համեմատ, հրեշտակ է ուղղակի։ Ինչի չեք խոսում, թե Աղան Հովսեփյանի հետ դաչաներում ինչերով է զբաղվել եւ ում հետ։ Ինչ է արել այդ տղա ուսանող, սարկապակ, չգիտեմ, նորընծա հոգեվորականների հետ։ Ինչ է արել տարբեր կանանց հետ, այդ թվում նաև 1000-ը կին ունի եւ տրանսից ամեն մեկից ունի ուրեմն զավակներ։ Եվ սա փաստեր են, սիրելիներ, եթե դա այդպես չլիներ, վաղուց Կտրիշ Ներսիսյանը հենց ինձ դատի կտար։ Դատ ինչի չես տալի, 1000 անգամների ասել եմ այս սրիկային, ասել եմ դատարան դիմի այ հիմար։ Դատարան դիմի, ինչի չես դիմում դատարան։ Դատարան դիմի։ Բայց չի դիմել։ Տասնյակ տարիներով ասել եմ իրեն, հրավիրել եմ իրեն, այն ժամանակ նույնիսկ, որ այս իշխանությունը չէր, որ դատարանը իր գրպանում էր նորից չէր դիմում, որովհետև չի կարող դատարանում փաստել իր անմեղությունը։ Չի կարող ասել, որ նա անմեղ գառ է, նա մաքուր մարդ է, նա ապրում է բարոյական ձևով եւ այլ եւ այլ։ Խախտել ես սրիկա կուսակրոնության ուխտը, թե ոչ, 1000 անգամներ այդ հարցը հնչել է։ Կարծես շատ հասարակ հարց, հա։ Եվ գերեզմանանոցը որ գնաց Եռաբլուրը, մոտենում են լրագրողներ, ասում են ինձ հարցեր միտվեք, ամեն անգամ նույն բանն է ասում։ Ամեն անգամ, որպեսզի պլստա տարբեր հարցերից լրագրողներից խուսափում է, որովհետև նա անգրագետ է եւ վախենում է հանկարծակի գալ ու մի ապուշություն դուրս տալ։ Այդ դրա համար խուսափում է, որ հանկարծ ինքը անպատրաստից մի էշություն դուրս տա, հետո դրանից կպնեն մարդիկ։ Ասում է այդ օրվա խորհուրդը մի խաթարենք։ Բա օրվա խորհուրդը ոնց խաթարեցիք քո ձեռքերով, երբ որ գնացիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ժամանակ, ոչ մեկը չէր դիմել քեզ, սուտ ես ասում Կտրիշ Ներսիսյան։ Որևէ մի եպիսկոպոս քեզ անձամբ չի դիմել Գևորգ Սրբազանին կալուցանես։ Դու ինչպես միշտ որոշել ես միանձյա կերպով, գուցե խոսել ես քո եղբոր հետ տելեֆոնով, չգիտեմ, եզրած այդ Կարո, Բուրջո, ինչ ասեմ, Մկրտիչ, 4 անուն ունի մարդը, չգիտենք որ անունով իրեն դիմենք։ Գուցե իր հետ ես խոսել, չգիտեմ, այդ 4 անուններից որի հետ ես խոսել, որովհետև այդ մարդը որ 4 անուն ունի, 4-ը տեսակի սատանա է մեջը, իր մտած։ Բայց փաստացի եպիսկոպոսական այս դասի 7 ներկայացուցիչները փաստորեն որևէ մեկը դրանցից կապ չունի այս որոշման հետ։ Այսինքն դրանք ոչ մեկը չեն դիմել քեզ, որ դու Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգազուր քրճակես։ Քանի որ հասկանում եք, այս մարդը ինքը ոնց ուզում է, գործում է, ինչպես որ ցանկանում է ընդդիմության այդ բանը, հա, փաստորեն այն նրանց քեֆով է շարժում։ Այդ մարդիկ ընդդիմադիր ուժերի կարկառուն այդ դեմքերը, նրանք են իրեն պարտադրում եւ իրեն թելադրում, թե այսպես արա, այնպես ասա։ Այստեղից այս մի բարձ հայտարարություն եմ անում, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն այսօր փաստորեն եկեղեցին կլանել են այս մարդիկ, որոնք ընդդիմություն են կոչվում, վերցրել են իրենց ձեռքերը պուլտը, Կտրիշ Ներսիսյանը պատանդ է։ Իր հակության բերումով, իր անփարոական լինելու բերումով, նրանք շատ լավ գիտեն իր մեղքերը, շատ, ինձնից լավ գիտեն։ Իր բոլոր մեղքերը ինձնից լավ ճանաչում են, այս մարդը ով է, ինչ է իրենից ներկայացնում։ Բայց նրան ձեռ է տալիս իր անփարոյականությունը, որպեսզի նրանք կարողանան իրենց գործ առաջ բրթեն այդ իր մեղքերի բերումով։ Այս է տեղի ունենում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, որը նրանք վերածել են Կուկուշկայի աթոռի։ Իսկ սա անընդունելի է, եթե եկեղեցին օգտագործվում է։ Դուք հասկանում եք, մենք միջին դարում չենք ապրում, շատ ներողություն, որ վերցրի ինչ որ մի խումբ մարդիկ, հա, անկախ նրանց քաղաքական մոտիվներից, անկախ դրանից, թե նրանք ինչ են, եւ որ քաղաքական դաշտի ներկայացուցիչներ են իրենք։ Եթե նրանք այդ դաշտը քաղաքական տեղափոխել են այդ հարթակները եկեղեցիներ, եւ սա փաստ է, չէ, վկայում են, որ քահանաներին հանձնարարականներ են տրվել, որ քահանա հայրերը իրենց եկեղեցիներից ներս քարոզի փոխարեն քաղաքական ուրեմն այդ հարթակի վերածած եկեղեցական բեմերը այնտեղից բանեն, ռոպագանդա անեն, քարոզություն անեն։ Այս փաստորեն
երկար տարիների բանն է եղել արդեն իրենց։ Խնդիրը առաջը դրված է եղել, գործն է եղել։ Ոչ թե Աստծո խոսքը փոխանցել հավատավոր հոտին, այլ քարոզ խոսել, քաղաքական տեքստերը այնտեղ տրամադրել են եւ այդ քաղաքական տեքստերն են փոխանցել։ Այս սա ամենազավեշտալին սա է հենց, որ դրան են վերացել եկեղեցին ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ օգտագործելով մեղքերը։ Դրա համար չեն ուզում ուրիշ մարդ լինի Կտրիչ Ներսիսյանի փոխարեն, որտեղ չի ստացվելու։ Չի կարող եկեղեցում լինել այս գործընթացը, հասկանում եք դուք։ Երբևիցե չի եղել։ Նույնիսկ կոմունիստը չկարողացավ Վազգեն կաթողիկոսին պարտադրել, որ պարտադրաբար ինքը այնտեղից կանգներ եւ ինչ որ կոմունիստական կուսակցության համար բան աներ, կարոցներ խոսեր։ Հիշում եք, չէ՞, որ արդեն նույնիսկ փլուզվող կայսրության ժամանակ նույնիսկ կոմունիստի մտքով չանցավ, որ պարտադրի Վազգեն կաթողիկոսին, որ արդեն բավական ծեր էր, որ ինքը այնտեղից զսպի։ Նույնիսկ այդ բանը չարեցին իրենք։ Ես ուզում եմ, որ դուք դրա վրա ուշադրություն դարձնեք։ Ոչ մեկի մտքով դա չանցավ այդ բանը անել։ Խորեն Մուրադ Բեկյանին, կաթողիկոսին, խեղտամահ արեցին 37 թվականին, խեղտամահ են արել չեկիստները, բայց ինքը չուրացավ։ Էջմիածին չկարացան իրեն ստիպեին, որ ինքը քարոզեր ավետարանի փոխարեն Լենինի ուրեմն գաղափարախոսությունը կամ մարքսիզմ-լենինիզմը խոսեր Էջմիածնի հարտակից։ Իսկ Կտրիչ Ներսիսյանը հոժար կամքով դռները բացել է բոլորի առաջ, ինչքան ստահակ շուն ու շանգյալ կա ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն հրավիրում է եւ ասում է ստի համեցեք։ Տեսնում եք իր պատարակներին, մասնակցողների այդ զանգված ովքեր են, բոլորը քաղաքական մարդիկ են, այդ շրջանակներն են, նախկինների հավատացյալներ չեն նրանք հավատացյալ չեն, նրանք ոչ մի կապ ունեն ավետարանի հետ այս մարդիկ։ Ով գալիս է Էջմիածինը եւ ուզում են մեզ ցույց տան, իբր թե Էջմիածինը լեփլեցուն ժողովուրդի հավաքել, ով է հավաքվել։ Մեկ հոգի ցույց տեք, որ հավատքի համար է եկել աղոթելու։ Մեկ հոգի ցույց տեք, որ Հիսուս Քրիստոսի ուրեմն հավատամքը թեկուս սկզբից մինչև վերջ կոց կասի կամ Հիսուս Քրիստոսի ընդհանրապես որ հարցնես կյանքը ինչպես է, ով է Հիսուս Քրիստոսը։ Վերացական ինչ որ բան կասեն, բայց իրանք չեն կարողանալու։ Հիմա մի ապուշ այսօր գրել էր, ուրեմն վերլուծություն։ Մի հիմարի մեկն է։ Ես իրեն լավ պատասխան տվեցի։ Իբր թե եկեղեցին եմ ու փորձել է բացատրել, եթե կարդաք ես էլ գրել եմ կոմենտները եւ դրա համար այդ պոստը դրեցի եկեղեցու համար։ Փորձում է մարդկանց ուրիշ բանել ուղեղը լվանալ։ Ուրիշ բան է ասում եկեղեցուն վերաբերյալ։ Մեսրոպ Մաշտոց է հանում Գրիգոր Նարեկացին։ Մեսրոպ Մաշտոց ու Գրիգոր Նարեկացին չեն եկեղեցի, շատ ներողություն։ Շատ ներողություն։ Եկեղեցին, որտեղ երկու կամ 3 հոգի հավաքվեց, Քրիստոսը ասում է ես նրանց հետ եմ արդեն։ Այս է եկեղեցին։ Եկեղեցին դա ժողովուրդ է։ Ժողովուրդն է եկեղեցին։ Բայց այս եկեղեցին ունի գլուխ, որը մետեր Հիսուս Քրիստոս է։ Դա Քրիստոսի խորհրդական մարմինն է եւ անդամներն են այդ մարմնի հավատացյալ հոտը եւ քրեականությունը, ովքեր պարտավոր են ծառայել այդ նույն հավատացյալ ժողովրդին։ Այս է եկեղեցին եւ հաշվետու են բոլորը մետեր Հիսուս եւ Փրկիչ Քրիստոսին, ահեղ դատավորին, որի առաջ պիտի բոլորը կանգնեն եւ պատասխան տան իրենց բոլոր գործերի, խոսքերի եւ մտքերի նույնիսկ համար։ Սա է եկեղեցին, հիմարներ, ինչ եք աղավաղում իմաստը։ Ես երբեք չեմ ուզում 21-րդ դարում միացնեմ հայրենասիրությունը եկեղեցու հետ, կապ չունի, ոչ մեկ կապ ունի։ Մի փորձեք այդպիսի ապուշություններ դուրս տալ։ Սա ամենամեծ հիմարությունն է, որ սկսում են հայրենասիրական թեզերը բերել եկեղեցին, ուրեմն դարձնել հարթակ։ Սա դաշնակներն են արել Կիլիկիայի աթոռում ստիպում են Արամ կաթողիկոսին, որ խոսա ուրիշ բաներ ավետարանից զատ։ Նա ավետարանը խոսում է, բայց ավետարանից զատ պարտադրում են նաև հայրենասիրական թեզեր խոսել։ Այո, նա ապրում է Հայաստանից դուրս, պարզ է, ինչ որտեղ կարող ես հասկանալ։ Սփյուռքի մեջ, Սփյուռքի պայմաններում, բայց ոչ Հայաստանում։ Հայաստանի մեջ եկեղեցին պետք է մենակ Հիսուս Քրիստոսի մասին խոսի։ Սա այլ տեղերում են մնացած խոսակցությունները հայրենասիրական լինի, ինչ խոսակցություն որ լինի, եկեղեցուց դուրս են այդ խոսակցությունները, ոչ մի կապ չունեն։ Եթե դուք այդքան հայրենասեր եք, ինչի համաձայն չեղաք, որ դրոշն դնեք, որը պիտի ամեն մի եկեղեցու առաջ հայկական դրոշ լինի։ Այս սա կլիներ ձեր իսկական հայրենասիրությունը, որ դուք ընդունում եք։ Չեն ուզում, գիտեք ինչի, որտեղ ստիպած կլինեն ընդունել, որ պետության մեջ է այդ եկեղեցին, օթերի մեջ չի, վերացական ինչ որ կառույց չի, այլ հստակ տվյալ պետության մեջ է գործում։ Այդ դրա համար չեն ուզում։ Կամ վարչապետը առաջարկեց, ասեց, ուրեմն բանը երգեք, հա։ Գիմնը երգեք։ Ինչի չեն ուզում, որովհետև ստիպած պիտի լինեն այդ ժամանակ ուրիշ
բանի համար էլ պատասխանատու լինել։ Այս սա է հարցը, թե չէ դրանով չի փոխվի բովանդակությունը, պավտարակի կամ եկեղեցու, ասենք եթե սկզբից հնչի, բայց կուզեմ ասել, որ սա չէ խնդիրը, սիրելի ժողովուրդ, կամ դրոշը հայկական որ լինի եկեղեցու, ոչ թե ներսը, այլ դուրսը։ Չեն ուզում, համառորեն չեն ուզում, որտեղ ձեռ չի տալիս։ Իսկ այստեղ հիշում են դատարանի որոշումը դուրը չի եկել։ Դատարանի որոշումը, որը որ իրենց քեֆով չի, իրենց հաճելի չի այդ որոշումը, իրենց ականջների համար դա անընդունելի է, ոնց թե դատարանը որոշել է պաշտպանել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի իրավունքը։ Հետևաբար պիտի դատարանի հասցենք քարեր շպրտենք, պիտի հայհոյենք դատավորին, պիտի անիծենք, պիտի ամեն պակաս բաներ խոսենք։ Այս սա է իրենց մոտիվացիան։ Ամեն գնով պաշտպանել անարդարությունը, ամեն գնով իրենց սուտը ու կեղծիկը ներկայացնել ճշմարտության լույսի ներքո։ Սա է եղել այդ Գեբելսյան քարոշչա մեքենան, որը գործել է, ասում եմ Գելբելսը գերեզմանից վեր կենա, գլուխ կոնձի կտա, որովհետև իր մտքով չեր անցել այդպիսի բաներանի, ինչ որ Կտրիշ Ներսիսյանն է կազմակերպել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Այս սա է խայտարակությունը, որը տեղի է ունեցել։ Եվ պատկերացրեք, Հյուսիսային Ռուսաստանը առանձին թեմ է։ Ներողություն, Հարավային Ռուսաստանը կներեք։ Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդը Մովսես եպիսկոպոսն է։ Ուրեմն Մովսես եպիսկոպոսը ընդամենը մարիոնետ է Կտրիշ Ներսիսյանի եւ նրա պիղծ, մանկապիղծ եղբոր, այդ տականքի կագեբեշնիկ Եզրասի Կարո ծածկանունով իր գրպանում է։ Գնացել է Պիպոն, այս խուլիգանը, հա, որը խաչակիրների այդ բանդան է գլխավորում։ Ինչ հասարակական կազմակերպություն է, տերորիստական ըստ էության դա այն կազմակերպությունն է, որը չի խորշում տերորիստական ընդհանրապես դրսևորումներից։ Բանդիտներ են հավաքվել, իրանք կոչել են, իրանք իրանց անունը դրել են խաչակիր 21-րդ դարում։ Խաչակիր են դրել, ում վրա են հատ արշավը, որտեղ են անելու։ Ուզում եմ ասել իրենց ապուշներին, այդ խաչակրած արշավը դուք հայ արունն եք թափելու, էտա դեր բանը։ Այսինքն պետք է արգելվել այդ հասարակական կազմակերպությունը, որտեղ դա տերորիստական բնույթ է կրում։ Դա արդեն ինքն անունը հուշում է, որ արուն պիտի հեղվի։ Որ ինչ որ մի բան պիտի նվաճեն, զավթեն եւ այլն։ Սա է նշանակում։ Ուրեմն այդ բանդիտը Պիպոն գնացել էր Հարավային Ռուսաստան, այ գաստրոլներ են տվել այնտեղ, հավաքելու համար համայնքի ժողովուրդը, հա, հավաքում են ոնց։ Ստիպողական, որպեսզի այնտեղ ինքը լոլոներ կարդա։ Մենք պիտի պաշտպանենք Էջմիածինը։ Տեսեք ինչ կեղծիքներ են տարածում։ Մենք պիտի պաշտպանենք եկեղեցին։ Ումից եք պաշտպանում եկեղեցին։ Էջմիածինը ումից եք պաշտպանում։ Ուզում եմ հարցեր ուղղել իրենց։ Ինչի այդ հարցերին դուք չեք կարող պատասխանել։ Ինչպես որ Կտրիշ Ներսիսյանը Երևլուրում չի կարողացել ոչ մեկ հարցին պատասխանել։ Պատասխան չունի, եթե մեկը հարցնի ընտանիք ունես թե ոչ, Խաթունը քո աղջիկն է թե ոչ, Լոլա Գրիգորյանցը քո կինն է թե ոչ, ինքը չի կարող ոչ ասել այո, ոչ ասել ոչ։ Օթում են այդ հարցերը, հա։ Չի ընդունում որևէ մեկին իր մոտ, ասում է դիմեք, մամլո ուրեմն այդ բանին, այդ բաժնին, ապա տեղեկատվությանը դիմեն, այո, դիմեն այն սուտասան Տեր Եսայի քաղանային, որը Գանձանակի փող է հապշտակ է, գողին դիմեն։ Տեր Եսայի գող ավազակին դիմեն։ Որ սուտ խոսա։ Դա վարպետ է սուտ խոսելու։ Ուրեմն էս է դրանց մոտեցումը, դրանց վերաբերմունքը եւ դրսևորումը։ Եվ ասում եմ, Պիպոն գնացել է, բայց չի հաջողվել այդ իր գլխապտույտային այդ բաները, հա, գաստրոլները որ տվել է այնտեղ, չեն փսակվել հաջողությամբ։ Նա սպասում է, որ պետք է բազմահազար մարդիկ հավաքվեն, բայց տեսել եմ թագուտուկ մարդիկ են եկել, որոնք զորով ստիպած են եղել։ Մեկը մյուսի մոտ աշխատելական փող ու պարտ կամ կախում ունի եւ այլն, այս մոտիվներով, այս ձևերով են բերել հավաքել։ Ոչ մի մարդ, որ անկախ է ապրում իրենցից այդ գործ ունի, հայ, չի եկել, չի մասնակցել այս աֆերիստությանը։ Ում եք խափում, ինչից եք պաշտպանում Էջմիածինը, ով է հարձակվել Էջմիածնի վրա, ուզում եմ հարցնել։ Դուք պատկերացնում եք նետում են մի հիմար գաղափար հրապարակ եւ բոլոր լրատվամիջոցները, որոնք փող են դրա դիմացը ստանում, սկսում են ծեծել այդ թեման։ Եվ ճանճից փիղ են սարքում։ Բան չկա է, բայց ասարկում են ճանճից փիղ են սարքում։ Եկեղեցին հարձակվելը կնշանակի եկեղեցին կոծելն է։ Այո, սովետական շրջանում եկեղեցու վրա հարձակվել էր
սովետական իշխանությունը, երբ որ փագը դրեց դռան վրա եւ արկելեց պատարակ մատուցել, երբ որ հոգեվորականներին ակսորեց հավատքի համար, չակսորեց իրենց հանցագործության, չասեց որ ակսորել է դրա համար, որ մեկը տերորիստ էր, մեկը գող էր, չէ, հավատքի համար, մեկը նարկոտիկ էր ծախում, չարեց այդ բաները, եթե աներ, ճիշտ կլիներ նույն սովետական ուրեմն այս իշխանությունը, եթե դրա համար բռների հոգեվորականությանը, ոչ, նրանց իրենց հավատքի, մաքրության, աղոթասիրության, պահեցողության, սրբության համար տանջեց։ Ի տարբերություն այդ սրիկանները, որոնք կանգնեցին արդարադատության առաջ։ Կուզեմ ասել այսօրվա եւ այդ նախկինում մի համեմատեք դեպքերը, որ տեղի են ունեցել։ Անհամեմատելի են, բացարձակապես։ Եկեղեցին հալածում այն ժամանակ, երբ որ քանդում են, փակում են, հալածում են, արգելում են։ Այսօր հակառակն ենք տեսնում, որտեղ որ գնում է Փաշինյանը, աշխուժացնում է հոգևոր կյանքը տվյալ համայնքի մեջ։ Իր հեղինակությամբ, քանի որ ինքը իր հանգամանքով վարչապետի գնում է, այս յուղը սկսում է գալ այս եկեղեցին ու հասկանում է, որ այս եկեղեցու պիտի նա աղոթ քանի։ Հասկանում է, որ այնտեղ ուրեմն արժեքավոր տեղ է, որտեղ պետք է գնալ։ Այսինքն ինքը այս ճահիճի մեջ այսօր թարմություն է բերում, ասում է, որ իմ օրինակով ցույց տա, ես գալիս եմ, ես ծնկի եմ իջնում, աղոթք եմ անում, հաղորդություն եմ ընդունում, ուրեմն հավատացյալ նաև պիտի իր մեջ այդ մտորումները ունենա, եւ բացի դրանից ժողովուրդը կողքից պիտի դիտի եւ պիտի իր համար եզրահանգումներին գա, պիտի եզրակացնի։ Այսինքն այդ տեսանկյունից դա շատ ճիշտ գործ է։ Նա նպաստավոր գործ, երբ որ ասում է բարենորոգումը սա է, այդ ճիշտ է ասում նա, ճիշտ է։ Այո, սա արմատական հարցի լուծում չէ, բայց այս մարդը աշխուժացում բերեց եկեղեցիներից ներս, իր մասնակցությամբ, իր աղոթքներով եկեղեցիներին մեջ։ Այսա շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը զանազանի եւ հասկանա, որը որից հետո է։ Եվ ոչ մենակ, ասում եմ, այս մարդիկ ովքեր որ հարցակվում են, պախարակվում են, հիմա էլ նետել են հրապարակ, տեսան Վրթանեսի համար այդքան խոսեցին, կարգազուր կարեք Վրթանեսի եպիսկոպոսին, Արցախի թեմի առաջնորդին, տեսան, որ աշխուժ չէ Կտրիչ Ներսիսյանը, որովհետև թանգարանային թեմ է եւ այլն, մտածեց, որ ինչ պիտի շահի, հա, այնտեղ ինքը ֆինանսական բանի հետ եւ այլն այդքան շահ չունի։ Հիմա Սիոնի վրա է կենտրոնացել։ Ինչ որ մի հատ դպիր, պատկերացնեք, դպիր։ Դպիրը դա հոգևորական աստիճան չէ։ Դա շարքային մարդը ամեն մեկը կարող է շապիկ հագնել, դպիր է ինքը։ Դպիր է։ Ճիշտ է, ձեռնադրությունը, երբ որ տրվում է 4 աստիճան դպրության կա։ Բայց գիտեք ինչ են ձեռքը տալիս, ավել, որ ավելի եկեղեցին, խորանը, մոմը, որ մոմ բռնի։ Այսինքն էլեմենտար բաներ, որը ցանկացած մարդ առանց այդ ձեռնադրության իրավունք ունի շապիկը հագնել եւ բարձրանալ խորան։ Քահանայի օրհնությամբ։ Ուրեմն նման բան ենք կարդում տարբեր մամուլներից։ Տեսեք, մամուլը ընդդիմադիր անդրադառնում է մի երևույթին, որ աբսուրդ է, ուղղակի աբսուրդի ժանրից է։ Ասում է, որ դպիրը աղերսում է վեհապար հայրապետին, որ կարգազուր կանի Սիոն arczepiskopos-ին։ Դուք հասկանում եք, որքան հիմար մարդիկ են դրանք։ Էս ինչ են գրում։ Դուք ում եք այդ բանը մատուցում։ Ում եք հրամեցնում այդ կեղծիկը, այդ սուտը։ Ո՞վ է այդ դպիրը։ Դպիրը ով է։ Կուզեմ ասել հակառակ պարագայում, որ եթե հանկարծ դպիրը չլսեր առաջնորդին եւ առաջնորդը լիներ Կտրիչի աղբերը, մոտիկ, ինչ կաներ, կասեր դու ով ես ընդհանրապես։ Եվ այդ դպիրը հարցեր բարձրացներ, ով էր իրան լսելու։ Աղերսելու էր այդ դպիրը, այդ դպիրին շանտեղ ով էր դնելու։ Ոչ ոք։ Մի խոսքով, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ ասել, որ այս բաները, որ կատարվում են եկեղեցիներից ներս, այսօր այս բոլոր հարցերը, նրանք իհարկե մեզ համար շատ կարևոր են, որովհետև պիտի հասկանանք, մինչև արմատական փոփոխությունները չլինեն, այս վիճակը չի հարթվի։ Եվ իհարկե այսօր պատահական չէ, որ կոչել եմ եթերը, որ լարված իրավիճակ է ստեղծվել, իսկապես իրականության մեջ չափից ավելի, որովհետև եպիսկոպոսական այս ժողով կոչվածը, եպիսկոպոսատ ժողովը, որը պետք է Ավստրիայում կայացնեին, իսկ Ավստրիայում կայացնելու նպատակը մեկ էր, Ավստրիայից ուղիղ ხედով գնալ դեպի Մոսկվա, իսկ Ավստրիայում այնտեղ ուղղակի կազմակերպել հավաք, սխոդկա, այսպես խուլիգանները, բաները գան այնտեղ մասնակցեն, աղի բանի տակ, սպառնալիքի տակ
այդ թուղթը, որ արդեն պատրաստել գրել էին, պատրաստ է այդ թուղթը։ Տուալետի թուղթ է էլի, որ պատրաստել են իրենք։ Որ այդ տուալետի թուղթի տակ ստորագրություններ զորով շարով դնեն ու հայտարարություն անի արդեն Մոսկվայի մեջ, որ ինքը արդեն ամենայն հայոց կաթողիկոսը տեղափոխվել է Մոսկվան, եւ այս կաթողիկոսի տնօրինությամբ այս եպիսկոպոսների ժողովի միաձայն, միապերյան, այսպես ասած բանով, հա, խնդրանքով, աղերսով, աղաչանքով կարկազուրկ ենք անում բոլոր այս տիրադավ եպիսկոպոսներին ու փակում ենք հարցը։ Ու բոլորը կապված պիտի լինենք Մոսկվայի ժամանակավոր, ժողովուրդ ջան, ժամանակավոր, մինչև Մոսկվայի օգնությունը կգա եւ հլբատ մեկը իշխանությունը կվերցնի։ Հույսը այդ է։ Ամառը կտրիչը գիտի իր աստղային ժամն է նորից գալու, ամառը փոփոխություն է լինելու, ինքը դրան է սպասում։ Իսկ իրականության մեջ մենք պիտի տեսնանք, որ ոչ մի բան չկա։ Այսքանը ես իհարկե բավականին գրառումներ արեցի եւ կխնդրեմ, որ բոլորը շատ ակտիվ լինեք իմեջի վրա, մասնակցություն ունենաք, քննարկումներ ունենաք այնտեղ, ձեր գրառումները, ձեր բաները թողնեք, լայքերը թողնեք, որտեղ դա շատ կարեւոր է նաեւ, երբ որ դուք իմ էջը ավելի աշխուժ եք դարձնում եւ շատ կարեւոր նյութեր են այնտեղ, նամանավանդ որ այն զարգացումները, որ սպասվում է Հայաստանի մեջ այցը այնցի փոխնախագահի Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ մնացյալ բոլոր այդ գործընթացները, որոնք տանում են դեպի նոր փաստորեն իրական պատմություն, անկախության նոր իրական շրջան, իհարկե մեծ նյարդեր են առաջացնում, նյարդային այս վիճակն են առաջացնում Ռուսաստանում։ Եվ դրա համար Ռուսաստանը այսօր իրան կորցրել է եւ այդ Դոն Պուպուլիկը, հա, ինչպես որ ես ասում եմ, ես չեմ անունը դրել, կներեք ժողովուրդ, հա։ Անդրանիկ Դովլաթյանից եմ դա սովորել, ինքն է դրեց, ուղղակի լավ անուն դրեց, դրա համար ես սա կրկնօրինակել եմ, բայց ինքն է հեղինակը, ուզում եմ ասել։ Ուրեմն այս ստահակը Արթուր Ասատրյան, լավ իրեն ասենք, այս խաչակիր բանդան, որ գլխավորում է, մտածում է իր կարճ ուղեղով այս մարդը, որ Ռուսաստանից պիտի հրահարի Հայաստանում զարգացումներ։ Հա, Սարտարաբադ պիտի Մայրաթորի տարածքը Սարտարաբադ դարձնի։ Իր խելքով դա է։ Դուք հասկանում եք, դուք ում հետ գործ ունեք։ Այս մարդիկ եկել են, որտեղից են եկել ընդհանրապես, ու իրենք այսօր այնտեղ նստած Մոսկվայում մշակում են դավեր, ծրագրեր են հյուսում, դավադրություններ են հյուսում Հայաստանին վնաս հասցնելու համար։ Եվ դա կոչում են, որ նրանք հայրենասիրությամբ, ուրեմն այդ գործը անում են հայրենասիրությամբ։ Այս սարսափը այստեղից է սկսվում։ Այսքանը սիրելիներ եւ կրկնում եմ, պաշտպանելու եմ բոլորին, բոլոր այդ բարձրաստիճան հոգեվորականներին, բոլորին, անկախ նրանից, թե նախկինում եթե տվյալ անձը ինչ որ բան սխալ է արել։ Կապ չունի, ես 1000 անգամ բացատրել եմ, այդքան բուտ չեն լինի։ Այս մարդիկ այսօր ճշմարիտ քայլ են արել։ Այսօր այս մարդիկ առաջնագծում են կանգնած եկեղեցու իշխաններ լինելով, նրանք առաջ են տանում այս սուր գործը։ Ուրեմն ցանկացած մեկին, ով կուզի լինի նավասարդ բարձրաշնորհ arczepiskopos Կճոյանը կլինի, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կլինի, Վազգեն arczepiskopos Միրզախանյանը կլինի, թե կլինի Անուշավան Սրբազանը, թե կլինի Սիոն Սրբազանը, ցանկացած մեկը, ով որ այսօր հանկարծ թիրախավորվեց կտրիչ տիրադավի կողմից կամ նրա ողմակիցների կողմից, ուրեմն պետք է իմ պաշտպանությամբ այստեղ սատանայի տունը քանդելով պարզաբանումներ տալով պիտի բացեմ իրական եղելությունը։ Մեր ապավենը խաչ մեզ եղիցի մեզ ապավեն, խաչ եղիցի մեզ ապավեն եւ մենք միշտ պիտի ապավինենք այդ խաչի խորհրդի վրա։ Այո, ինչի խաչի խորհուրդը։ Խաչի վրա խաչվեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը սրբագործելով այն, բայց այդ խաչի տանջանքը քաշեց, հա։ Մեզ համար քաշեց։ Լինելով անմեղ։ Հիմա այդ եպիսկոպոսները այդ խաչի ճանապարհն են վերցրել։ Խաչի ճանապարհն են նրանք վերցրել։ Այդ տառապանքների ճանապարհն են վերցրել։ Շատ լավ իմանալով պիտի ամեն մի անկյունից մի քրիզ դուրս գա իրենց հասցեին ինչ ասես ասին։ Եվ ասում են, եւ չեն բանանում, չեն ամանչում այս մարդիկ։ Եթե դու նախկինում լռել ես, ինչի ես հիմա ասում։ Այն ժամանակ գայր աչքը հաներ, այն ժամանակ գնայր Էջմիածին, դուրը թակեր Կտրիչ Ներսեսյանի եւ ասեր այ պորնիկ ինչի չես պատժել։ Այս մեկ այսինչ հանցանք է արել, այս են փաստերը, իրականությունը սա է։ Ինչի եք այդ ժամանակ դու գնացել լիզել այդ եպիսկոպոսներին, երբ որ նրանք ձայն չէին հանում, երբ որ այդ համակարգի մեջ էին եւ դեռ այդ կացայի մեջ էփվում էին։ Ինչի չեք արել այդ ժամանակ։ Հիմա եք կպնում իրենց։ Անցավ այդ բանը, հիմա նրանք կացայից դուրս եկան
եւ ինչ որ եղել է ոչ ճշմարիտ, մնաց այդ կացայի մեջ եւ այդ ամբողջ կեղտը փաթաթվեց Կտրիչ Ներսիսյանի վզին եւ նրա ստահակների, ովքեր որ մինչ օրս իր կողքին են։ Ուրեմն մի կեղտոտեք այս մարդկանց անունը։ Նրանք իրենց անունը մաքրեցին։ Այո, Քրիստոսի հետ երկու ավազակներ խաչվեցին։ Ես ինչի խաչի խորհուրդը բերեցի։ Եվ ասեցի ապավեն եմ այս խաչ։ Այո, ապավինում ենք խաչի զորության վրա։ Որտեւ մեկ ավազակը խաչվեց աջ կողմում, հավատաց Քրիստոսին։ Ձախ կողմում ոչ, հեգնեց չհավատաց, բայց երկուսն էլ նույն ավազակներն էին։ Եվ Քրիստոսը առաջինը այդ ավազակին դրախտ տարավ, որ աջ կողմում է խաչվել։ Իրա քայլի համար։ Որ քայլ արեց, հա, որ դեպի Աստված։ Իսկ մյուսը ոչ։ Հիմա, եթե դուք նույնիսկ այս մարդկանց ավազակ եք համարում, այս ավազակները աջ կողմի ավազակներն են, եւ Աստված նրանց փրկել է, որտեղ նրանք ճիշտ որոշում են կայացրել։ Իսկ այն մնացած, ով որ մնացին Կտրիչի մոտ, ձախ կողմի ավազակներն են, որոնք փրկություն չունեն։ Այդ տարբերությունը ստեղ է, նրբությունը ստեղ է։ Եվ ուրեմն ուրիշ բաներ հետայսու մի խոսեք։ Մի խոսեք եւ այս մարդկանց եղինակության անվան հետ մի խաղացեք։ Այլևս։ Այսքանը, սիրելիներ, եւ ասեցի, որ պետք է համ ռուսերեն, համ հայերեն փոխանեմ, եթեր, որպեսզի նաեւ Ռուսաստանի այս մեր ժողովրդի հատվածը, որ մոլորվել է այնտեղ, որոնք ոչ մենակ իրենց կամքով են մոլորվել, նրանց մոլորեցնողներ շատ կան, մեկը կա Դոն Պուպուլիկը